Երևանի Արմեն Տիգրանյանի անվան դպրոցի պատերը կրկին զարդարվել են աշակերտների աշխատանքներով։ Նկարներում այս անգամ բնության զարթոնքն է վառ գույներով եւ անտառը կենդանական աշխարհով։ Յուրաքանչյուր տարի երկու անգամ կազմակերպում ենք ցուցահանդեսներ։ Այս անգամ իմ աշխատանքները շուրջ 100 աշխատանք են ցուցադրված։ Ես նկարել եմ Գարնանային Նադյոն մոտ ծաղիկներով, մրգերով։ Սրանք 4-ից 7 տարեկան ստեղծագործ երեխաների աշխատանքներն են։ Ոմանք կտավները վրձնել են մի քանի ժամում, մի մասն էլ շաբաթներ, նույնիսկ ամիսներ են անցկացրել սիրով, համբերությամբ, մինչև ստացել են իրենց ուզած նկարը։ Կարևորում եմ ստեղծագործելը երեխաների մոտ, թեմատիկ աշխատանքները շատ են կարևորում, նաև կարևորում եմ բնօրինակից նկարչությունը, որը նույնպես մեր արվեստանոցում շատ են աշխատանքները։ Իմ կյանքի ամենալավ բաներից մեկն է նկարչությունը։ Երկար մտածելուց հետո Վահագնը վրձնել է ծուրտ հատ մեղրասեր արջուկին, մեղմ ու սիրալիր ժպիտով։ Նկարել սիրում եմ, իմ շուրջը ամեն ինչին ու շաշկով եմ սկսել նայել։ Սոֆյան տատիկին ու քույրիկին իր նկարի մասին է պատմում, վստահ է արվեստն էլ իր դերն ունի աշխարհում խաղաղություն հաստատելու գործում։ Ես իմ նկարում պատկերացրել եմ խաղաղություն, որպես ջարդից, քանդից ավարտված նոր կյանք ունեցած ծառագիրները արդեն իրենց գույնն են շարել։ Էվայի նկարները բազմերանգ են, ինչպես իր երազանքները։ Երազում է ճամփորդել ծովափնյա քաղաքներում, բայց մինչ այդ նկարից ստացած էմոցիաները հանձնել է կտավին։ Ես նկարել եմ ծովի, որտեղ կան տնակներ եւ լողում է մի հատ նավակ։ Իսկ Լևոնը նկարում է տպավորված հայ մեծ նկարիչների ստեղծագործություններից։ Մարտիրոս Սարյանի ոճով եմ նկարը պատկերել եւ այնտեղ ցույց եմ տվել Հայաստանի գունագեղությունը, թիերը, բնությունը եւ ամեն ինչ։ Ամառային արձակուրդին էլ երեխաները վրձինը ցած չեն դնի։ Հանգստի եւ ճամփորդությունների տպավորությունները նույնպես ձև ու գույն կստանան կտավի վրա։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոյան, լուրեր։